Ուզում եմ մի դրվագ պատմեմ, հարգելի գործընկերներ, որ տեղի ա ունեցել սրանից 1.5-2 ամիս առաջ։ Գործընկերներից մեկը այս ամբիոնից խոսել էր այն մասին, որ հայրենասիրության մարմնավորում Լևոն Քոչարյանի երեխաները ծնվել են ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ էլ նույնիսկ Հայաստանում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա ասվել էր առանց երեխաների անունը տալու, առանց երեխաներին որևէ կերպ թիրախավորելու։ Մի պարզ պատճառով, որտեղ երեխաները իրենք չեն որոշում, որտեղ ծնվեն։ Որոշում են նրանց ծնողները եւ երեխաներին Ամերիկայում ունենալը կներեք, բայց քաղաքական որոշում է։ Ինչևէ, այդ ելույթից հետո Լևոն Քոչարյանը մոտենում է մեր խմբակցությանը ու խնդրում, որ ընտանիքները փոխադարձաբար չթիրախավորվեն։ Այդ արտահայտությունը մենք կամ հենց մեկը ես դրան նայում ենք ոչ թե որպես Ռոբերտ Քոչարյանի որդու, ոչ թե Հայաստան խմբակցության անդամի խնդրանք, այլ պարզապես մարդու, երիտասարդ հոր խնդրանք ու մեզ հատուկ միամիտ մարդազիրությամբ ընդունում ենք։ Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց հայր եւ որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-նանց մորը։ Շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանան։ Քոչարյանի բոլոր լրատվականները, անխտիր բոլոր լրատվականները վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին։ Փորձում եք, չէ՞, ուժեղ տղամարդ առաջնորդի կերպար ստանալ, բայց շատ հաճախ մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելու համար նախ եւ առաջ տղամարդ լինելը անհրաժեշտ։ Իսկ տղամարդ լինելու համար պետք է սեփական խոսքը պահել իմանալ, սեփական խոսքի արժեքն իմանալ։ Սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Շեշտում եմ, սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակին Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմունիստական կուսակցության անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանը գուցե այդքան էլ լավ չի հասցրել ուսումնասիրել հայ հասարակությունը, ծանոթանալ մեր հայերիս արժեքներին, սկզբունքներին, բայց ես կփորձեմ այդ բացը լրացնել։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք։ Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեզ համար անընդունելի է։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս ծնողապաշտ ենք։ Մայրը մեզ համար սրբություն է։ Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում։ Առողջություն եմ մաղթում տիկին Բելային։ Խնդրում եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով։ Կամ գոնե չհարվածել այդ արժեքներին։ Ամբողջ ամիս, ամբողջ տարի, ամբողջ 5 տարի, այս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգուլավազ ուղարկեք։ Ուղարկելուց էլ գոնե բացատրեք, թե ինչ է ընկերասիրությունը։ Բոլորով միասին եկել են տանս վրա, հետո հեռանցել, դրանց դիմաց թողնելով իրենց գաղափարակից եղբոր անշնչացած դին։ Խոսքը այն հայտնի սատկած մկան մասին է։ Անկեղծ եմ հարցնում, խեիք ձեր ընկերոջը թողել։ Վատ ընկերեր։ Իրար հետ չէիք սերնաց ու գողանում։ Իրար հետ չէիք ծակերում թաքնվում, երբ ձեզ ինձ հետ բանավեճի էին կանչում տարբեր հեռուստաալիքներում։ Ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ ընկերությունը, ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ իրար հետ անցած ճանապարհը։ Մի ուրիշ բան է ասել, նախանձություն կա անկեղծ ասած մեջները, ընդդեմ Տիկին Հակոբյան, որովհետև Տիկին Հակոբյանը երբ գալիս է մարզեր, կրթվել է նորաձևա շրջանակներում, դուք ուղղակիորեն պետքա տեսնեք իրեն ոնց են դիմավորում, ուղղակիորեն իրեն ոնց են սիրում։ Հիմա
Այստեղից նորաձևը կրթվել է նորաձևը ինչ գումարներ է պետական ծախսվում անվտանգության համար, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ վարչապետի ընտանիքին պարտավորեն ու պարտական են պաշտպանելու պետական պահպանության ծառայողները։ Երկրորդը, տեսեք, ուրիշ ձև չեն կարողանում թիրախավորել վարչապետին ու վարչապետի ընտանիքին, հիմա իրենց մագլավիկները փորձում են տարբեր տեղել նստել կանգնելով ասել, որ գիտեք, այ օրինակ այն սուպերմարկետը ոնց որ պատկանում է վարչապետի տիկնոջ, ասենք հարց, ինչի ասում է, բա որը տես չի խիա տենց արագ զարգանում։ Սենց սուտ լուրեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի այդ լուրերը ստահոտ են, նախ ողորմած տատս էր ասում էշնիչ գիտի, նուշնին չա, դե անկիրթ մարդիկ չգիտեն, կրթվելու իմաստը որն է, այո, բոլորս կրթվելու կարիք ունենք, միայն անգետ տգետ մարդն ասում, որ ինքը ամեն ինչ գիտի և իրեն պետք չի կրթվել և ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Հակոբյանին, ես կրթվել է նորաձև շրջանակներում մեր հանրությանն ու հասարակությանը ավելի կրթված դարձնելու համար։ Երկրորդ մասով, երեկ ստեից մի տիկին ասում է, այ Կոնջորյանի կինը աշխատում է Հայփոստում, այդ տիկինը իր թերթով մի օր էլ գրել էր, որ իմ կինը առաջատար մասնագետ է, տխրեցնեմ իրեն, իմ կինը երբեք չի եղել առաջատար մասնագետ, իմ կինը կրտսեր է եղել, հետո գլխավոր ու ընդ որում 2016 թվականից դա իմ հետ կապ չունի, դե պարզ է, որ պետք է թիրախավորի գրի, բայց ես ինչ եմ ուզում ասել, օրինակ մեր կանայք պարկեշտ ընտանիքի հարցներ են և իրենց թույլ չեն տալիս այս թիմից փախչել, թռնել այն մյուս թիմ, կամ ինչ-որ մարդկանցով գալ մարդ դառնալ ու այդ մարդկությունը մի անգամից մոռանալ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, էլի, եթե չլիներ ոմանց քավորները, նրանք չհայտնվեին իմ քայլի ցուցակում, երբևիցե կպատկերացնեին մի օր, որ կդառնան պատգամավոր, այդ ընթացքում էլ մեր մասին գրում են, այ օրինակ, որ Վարազդատ Կարապետյանը դիմում չգրեր, Նարեկ Գրիգորյան չէր հայտնվեն, Նարեկ Գրիգորյանը մաքուր ձայն է տարել, ձեր հետ է մրցել, ի դեպ։ 4 ձեն էր երևի տարբերությունը, չգիտեմ, ամբողջ մի հսկա օլիգարխիա էր աշխատում այն ժամանակ ձեր համար։ Հարգելի ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որ օրինակ 80 սանտի էր, հետո սարքեցիք 1.80 m, հիմա սարքում եք 2.80, որ էլ տեից չկարողանա կլներ դուս գալ ու քաղաքականությամբ զբաղվել, ասում է պարոն Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանն ունի 4 միլիոն դոլար կարողություն, բա ինչի չեք բացահայտում։ Միլիարդ կներեք, 4 միլիարդ դոլար ունի, ինչի չեք բացահայտում։ Կբացահայտենք, այո, անօք եղեք։ Բա եթե չենք բացահայտում, այդ վայթե քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն էին, գլուխները կախ, բերում իրենց գողոնը, հանձնում պետությանը ու մի բան էլ պակաս։ Բերելու եք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ, ոչ մի գողացող չի պլստալու։